Պարոն Մինասյան, ինձ մոտ վերամշակված նախագիծն արդեն իսկ հայտնի չեմ հետևել, կայքում ինչու զետեղված չվերամշակված նախագիծը։ Ինչ կներեք պարոն Արարության, բարձր, շատ բարի։ Այսինքն այն պայից է, որ մենք կազմում ենք առանձնահատկություն և վերամշակված նախագիծը դիտարկվի պաշտոնական կայքեջում հրապարակված։ Բայց այդուհանդերձ սա մեր գործընկերներին հարցնեմ, բոլորին հասանելի է եղել լրամշակված տարբերակը։ Շատ բարի։ Պարոն Մինասյան, բոլորին լրամշակված տարբերակը հասանելի է եղել։ Ես որպես հարակից զեկուցող պարզապես շատ կարճ չանդրադառնալով բովանդակությանը սոսկ ռեպլիկի կարգով արդեն պետք է ասեմ, որ այո շատ բաներ կան, որ իրավագիտության մեջ ինձ վիրավորում են։ Եվ ամենաշատը վիրավորում է առանց փաստերին հղում կատարելու, առանց առանձին գործերը ուսումնասիրելու ընդհանուր դատողություններ ներկայացնելը, որովհետև գիտեք, պետության համար վիրավորական է, երբ որ ասում ենք մենք ունենք քաղբանտարկյալներ, իմ խորին համոզմամբ։ Եվ ես հարց եմ տալիս եւ ռետորական հարցը չեմ ուզում քննարկում ծավալվի։ Հարցը հետեւյալն է. քաղբանտարկյալների կոնցեպտը, որպես այդպես մշակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է։ Պարբերաբար Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում։ Եթե այնտեղ չի իշտակում քաղբանտարկյալների որից է թեմա, ասում եք լավ էլի, ապա որտեղից են վերցնում, չէ, ես ելույթ չէ, ավարտում եմ, չէ, ավարտում եմ, բայց չէի կարող անարձագանք թողնեի։ Ամենայն դեպս հարգելի գործընկերներ, ես կրկին վերահաստատում եմ իմ մոտեցումը, որ այս նախագիծ ներկայացվել էր ազգային ժողովրդի ընդդիմադիր Հայաստան խմբակցություն հնարավորություն ունենալ կազմակերպել լսումները կազմակերպել են եւ ըստ էության ես չեմ կարողանում հասկանալ նաեւ նախագծի արդիականությունը, բայց պետք է երկու բան ասեմ։ Առաջին, ես համարում եմ, պարոն Մինասյան, որ մենք պետք է քննարկման առարկա դարձնենք հետեւյալ հարցը։ Հարգելի գործընկերներ, մենք խմբակցությանը չպետք է խոչընդոտենք լսումներ անցկացնելը եւ պայմանավորենք դրանք հայտարարության կամ նախագծի առկայությամբ։ Գուցե ինչ-որ սլոտեր նախատեսենք եւ սա հրապարակային կոչը նախագծով հանդես գալու ուղղությամբ։ Հնարավորություն տանք, որպեսզի խմբակցությունը ունենա հնարավորություն նստաշրջանի ընթացքում առանց նախագիծ ազգային ժողովին ներկայացնելու, անցկացնել համապատասխան լսումներ, որպեսզի մենք էլ արհեստականորեն չծանրաբեռնենք ազգային ժողովի օրակարգը եւ խմբակցություններին չդնենք վատտերության մեջ, հաշվի առնելով, որ իհարկե այն ձևակերպները, որ տեղ են գտել այս կամ այն հայտարարության մեջ, ոչ միշտ է, որ ստանում են նաեւ մեծամասնության դրական քվեն։ Ինչևէ, իմ դիրքորոշումը չի փոխվել, ես մտածում եմ, որ նախագիծը զուրկ է իրավական որոշակիությունից, ցավոք եւ այն եզրակացությունը ներկայացվել եմ նախագծի քննարկման ժամանակ այս փոփոխություններով հանդերձ փոփոխության չի ենթարկվել։ Այսքանը։ Հարգելի գործընկերներ, սա նույնիսկ ըստ էության այս փուլը ավարտվում է, որտեղ մենք ընդհանրակարգ չունենք առաջարկների հիման վրա քվեարկություն հետաձգելու բաղով ավելի մեծ քննարկում ծավալենք, հետեւաբար քվեարկության ընդունում Հայաստանի Հանրապետության մարգա քաղբանտարկյալների դրանց խախտված իրավունքների վերականգնման մասին Հայաստան խմբակցության կողմից ներկայացված ազգային ժողովի հայտարարության նախագիծը լրամշակված հեղինակի կողմից ներկայացված առաջարկներով։ Ով է կողմ նախագծի ընդունմանը, մեկ կողմ, դեմ, ձեռնպահ, մեկ կողմ, ազդաժողովի մյուս անդամներ, ովքեր ներկային գտնվում նիստին, դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը ըստ էության բացասական եզրակացություն տվեց նշված նախագծին, հարցի քննարկումն ավարտված է, բայց վարման կարգի հետ կապված պարոն Մինասյանը բարձրացրել հարց, խնդրում եմ, որպեսզի ապահովեք, որ արձանագրությունը կազմելուց հետո նախագծի լրամշակված տարբերակը զետեղված լինի պաշտոնական կայքեջում եւ հասանելի լինի բոլորին։ Հարցի քննարկումն ավարտվեց, շնորհակալություն։